Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգ» սերիալում Լիլիթի կրակոցից հետո ամեն ինչ մի ակնթարթում քանդվում է։ Նախուճապահար փախչում է տարածքից, թողնելով իր հետևում խառնաշփոթ, սարսափ ու անորոշություն։ Սոսն ու Արամը վայրկենապես արձագանքում են, նետվում նրա հետևից, փորձում հացնել, կանգնեցնել, բռնել, բայց Լիլիթը կարծես մոլեգնած լինի, նրան չի հաջողվում բռնել։ Մի պահ նրա հետքը կորչում է եւ այդ պահն արդեն ճակատագրական է դառնում։ Արամն ու Սոսը հասկանում են, որ ամեն վայրկյանը թանկ է եւ շտապում են հիվանդանոց, ծանր անհանգիստ վիճակում։ Հիվանդանոցում է արդեն Հենրին։ Անգելինան աչքերում արցունք շնչակտուր հուզմունքով փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում մոր հետ։ Հենրին հայտնում է, որ Աննան վիրահատվում է եւ բժիշկները դեռևս ոչինչ չեն կարող ասել։ Ամեն վայրկյանը վճռորոշ է եւ սպասումն ավելի ծանր է, քան ամենավատ լուրը։ Քիչ անց հիվանդանոց են հասնում նաեւ Սոսն ու Արամը։ Նրանց գալուց անմիջապես հետո իրավիճակը կրկին լարվում է։ Միքայելը մոտենում է Սոսին եւ կոպիտ, անհանդուրժող պահվածքով փորձում է նրան հեռացնել հիվանդանոցից, ակնարկելով, որ նա այստեղ տեղ չունի։ Սակայն Սոսը իր բնավորությանը հավատարիմ մնում է հանգիստ ու սառնասիրտ։ Նա չի պատրաստվում որևէ տեղ գնալ, քանի դեռ Աննայի վիճակի մասին տեղեկություն չունի։ Անգելինան այս տեսարանից հետո մոտենում է Սոսին ու Արամին, կանգնում նրանց կողքին առանց երկմտելու։ Նրա ներկայությունն արդեն իսկ հստակ դիրքորոշում է։ Նա ցույց է տալիս, որ ընտրություն է արել։ Եթե ինչ-որ մեկը պաշտպանում է Միքայելին, ապա ինքը կանգնած է իր կենսաբանական հոր Սոսի կողքին։ Այդ պահը քարացնում է բոլորին։ Հենրին, Միքայելը, Հենդոն լուռ ու ապշած նայում են Անգելինային, իսկ Սոսը խորապես հուզվում է։ Սակայն այս ամենի ծանրությունը Անգելինայի համար չափազանց մեծ է դառնում, նա ուշագնաց է լինում։ Երբ իրավիճակը փոքր-ինչ կայունանում է, Անգելինան եւ Մերին առանձնանում են։ Այդ լուռ ծանր պահի ընթացքում Անգելինան կիսվում է իր ամենամեծ գաղտնիքով, հայտնում է, որ հղի է։ Մերի շոկի մեջ է այդ խոստովանությունից, իսկ Անգելինան մոլորված է, աչքերում վախ ու անորոշություն։ Նա անկեղծորեն չի հասկանում, թե ինչ պետք է անի այս իրավիճակում, ինչ որոշում կայացնի, երբ իր կյանքը արդեն իսկ գլխի վայր է շրջվել։ Մերին փորձում է նրան հանգստացնել, աջակցել, ուժ տալ։ Քիչ անց սպասված լուրը գալիս է։ Աննայի վիրահատությունն ավարտվում է եւ բժիշկը հայտնում է, որ ամեն բան բարեհաջող է անցել։ Այդ լուրը մի պահ թեթևացնում է բոլորի շունչը, բայց լարվածությունը դեռ չի վերանում։ Այդ ընթացքում Անետը դուրս է գալիս հիվանդանոցից մաքուր օդ շնչելու, մի փոքր սթափվելու համար։ Հենց այդ պահին նրան զանգահարում են։ Անետը պահանջում է, որ Լիլիթը ասի իր գտնվելու վայրը։ Լիլիթը երկար չի դիմադրում եւ վերջապես հայտնում է, թե որտեղ է։ Անետը շտապում է նրա մոտ, առանց մեկ վայրկյան մտածելու։ Հիվանդանոցում միայն Հալալն է նկատում, որ Անետին զանգեցին եւ նա անհանգիստ շտապ հեռացավ տարածքից, իսկ իրականում Անետի ներսում համբերության վերջին սահմանն արդեն անցել է։ Տարիների լռությունը, ցավը, կորուստները, Աննայի նկատմամբ գործած բոլոր անարդարությունները նրան հասցրել են մի կետի, որտեղ նա այլևս չի ուզում սпасել, չի ուզում հույսը դնել արդարադատության վրա։ Անետը որոշում է գնալ եւ վերջ դնել այս մղձավանջին, համոզված լինելով, որ միայն այդպես Աննան վերջապես կկարողանա հանգիստ շունչ քաշել։ Եվ այսպես Անետը պատրաստվում է սպանել Լիլիթին։ Հարգելի հետևորդներ, ինչ ճակատագիր կունենա ի վերջո Լիլիթը այս սերիալում։ Գրեք մեկնաբանություն։